Սրդանց ասենք փառք մեր երկնավոր հորասեներ, փառք Տիրոջը, որ Աստված մեզ ընտրել, կանչել եւ մինչեւ հիմա պահել իր սուրբ անունը փառավորի սեներ։ Ամեն մեկիս հոգու շինության համար կարդում եմ երկրորդ օրինաց գիրք 4-րդ գլուխ առաջի համարները։ Երկրորդ օրինաց 4-րդ գլուխ առաջի համարները։ Եվ Մովսես ըսավ Իսրայելին հնազանդ է այն օրենքներուն, որոնք սորվեցուցի, որպեսզի ապրիս եւ ժառանգես այն երկիրը, որ ձեր հայրերուն Տեր Աստվածը ձեզի պիտի տամ։ Աստված սեներ Մովսեսին կանչել էր, ընտրել էր սեներ եւ օրենք էր տվել, պատվիրան էր տվել։ Օրենքը սուրբ է, պատվիրանը սուրբ, արդար ու բարի։ Դա գրված է Հռոմացիս թուղթ 7-րդ գլուխ 12 խոսքը, Հռոմացիս 7-րդ գլուխ 12 համարի մեջ գրված է օրենքը սուրբ է, պատվիրանը սուրբ, բարի ու արդար։ Հիմա Աստված Մովսեսի միջոցով որ օրենքը դրվել էր սերներ, Հայր Աստված լավ գիտեր որ մարդիկ չէին կարող այդ օրենքը պահել, բայց ինչի համար էր տվել սերներ, որպեսզի մարդը իր մեղքի բնությունը ճանաչեր, իրան ճանաչեր։ Որտեղ մենք մեզ լավ չենք ճանաչել, սերներ։ Հիմա Մովսեսն ասում է Իսրայելի ժողովրդին հնազանդվի այդ օրենքներին, որպեսզի ապրեք։ Հիմա նայեցեք, սերներ, Հայր Աստված բոլոր դարերում ուզեցել է մարդկության փրկությունը, սերներ, թե հին ուխտի ժամանակ, թե նոր ուխտի ժամանակ, որտեղ սերներ առաջի ընտանիքի մեջ վթար էր դեղ ունեցել, հոգևոր վթար։ Մարդ Աստծո փառքից պակսել էր, Աստվածային կյանքից պակսել էր սերներ, Հայր Աստված չէր ուզում մարդկություն այդենց մնար սերներ, միջոցներ կփնտրեր, որպեսզի մարդը խալխափելով Աստծուն փնտրեր սերներ, դա Աստծո սերն ու ողորմությունն է։ Հիմա հետաքրքիր է Աստված, երբ որ Մովսեսի միջոցով պատվիրանը տվել էր սերներ, մարդու մեջ սրբություն չկա, օրենքը սուրբ է, մարդու մեջ սրբություն չկար սերներ, բայց հետաքրքիր բան է գրված, երբ որ Մովսեսից հետո Մովսեսի ժամանակ սերներ, Աստված ինչ էր ասում էր Մովսեսին ասա ժողովրդին ասա, երբ որ մարդիկ չգիտակցած չծրագրած, երբ որ մեղ գործեն, հիմա ասենք, եթե երկու հոգի գնացել են անդար փայտ կդրեն, հիմա հանգարց մեկը կացինը շբրդե, մեկին ու այդ մարդը մահանա, այդ անձնավորությունը ոչ այդ օրը, ոչ էլ մի օր առաջ ծրագրել էր այդ մարդուն սպանել, բայց ինքը մարդասպան է, ինքը չի ծրագրել սերներ, բայց ինքը մարդասպան է, հիմա ինչ պտեն այդ մարդը, և Մովսեսի միջոցով ասել էր հետևյալը, ուրեմն 6 աբաստանի քաղաքներ կպատրաստեք եւ այդ չծրագրած մարդը երբ որ այդ դեպքը պատահի, այդ մարդը պետք է փախներ այդ քաղաքը, ուրեմն այդ քաղաքի տարբասների մոտ ծերերը նստած էին եւ այդ ծերերին լրիվը ինքը պետք է պատմեր սերներ, ինչ որ կատարվել է եւ այդ քաղաքի մեջ ինքը ներս պետք է մտներ, այնքան պետք է սպասեր, երբ որ այդ թշնամի, երբ որ այսինքն որ սպաներ իրան բարեկամները, ծանոթները իր հետևը վազեին սերներ, հասնեին այդ քաղաքը, իրանք պետք է ասեն այդ անձնավորությունը էստեղ է, այլևս ինք իրավունք չուներ մտնելու, եւ այդ անձնավորությունը ինքան պետք է այդ քաղաքի մեջ ապրեր, մինչեւ որ այդ քաղաքի քաղաքապետը, քահանապետը մահանար։ Երբ որ քահանապետը մահանար սերներ, այդ անձնավորությանը պետք է ասեին գիտեք ինչ, ոչ թե միայն այդպիսի մարդիկ որ գային այդ քաղաքի մեջ, իրանց պետք է ասեին որ գիտեք ինչ, ձեր աչքը լույս, քահանապետը մահացել է, այսօր դու իրավունք ունես գնալու քո ընտանիքին։ Հիմա նայեցեք սերներ, ստեղ խորը իմաստ կա, որ մենք հիմա այս խորը իմաստը պետք է ավետարանով նայենք։ Նայեցեք եղբայրներ քուրեր, հիմա հետագայում, երբ որ մենք կարդում ենք Մովսեսից հետո Աստված, երբ որ Հեսուին ընտրեց, Աստված Հեսուին ասեց, Հեսուի գիրք, կարդում ենք 20-րդ գլուխը, առաջի համարները, Տերը խոսեցավ Հեսուին ասելով, խոսե Իսրայելի որդիներին ու ասե, Մովսեսի միջոցով ձեզի ասած Աբաստանի քաղաքները ձեզի համար որոշեցեք, որպեսզի սխալմամբ ու անգիտությամբ մարդ զարնող սպանողը հոն փախչի, անոնք ձեզի աբաստարանը լան
Այրան վրեժխնդիր եղող են։ Հիմա նայեցեք սեներ, շարունակությունը կարդում ենք 7-րդ համարից։ Ուստի Գալիլայի մեջ Գադեսը Զադեցի Նեփթաղիմի լեռնակողմերը Սիվքեմը, Եփրեմի լեռնակողմերը Գարիտ Արբան, այսինքն Քեբրոն, Հուդայի լեռնակողմը ու Երիքովի դեմ Հորդանանի անդի կողմը դեպի արևելք, Ռուբենի ցեղեն Անաբադի մեջ Բովսեր եւ Գադի ցեղեն Գաղադի մեջ Բամովթը ու Մանասեին ցեղեն Բասանի մեջ Գովղանը դնին։ Հիմա նայեցեք սերներ, այս 6 Աբաստանի քաղաքները ընտրեցին, որպեսզի մարդիկ կարողանան այդ վիճակի մեջ ընկած մարդիկ փախնեն այդ քաղաքը։ Հիմա այստեղ հետաքրքիր է սերներ, երբ որ այդ անձնավորությունը այդ դեպքի վայրին ընկել է սերներ այդ պարագայի մեջ, եթե այդ մարդը պետք է փախներ այդ քաղաքը, ինչպես պետք է փախներ սերներ։ Այս փախները շատ կարևոր է այսօր, որ մենք նայենք սերներ։ Հիմա եթե այդ մարդը սերներ չգիտակ ձեր վտանգը, հանգարց մի քիչ վազեր, ասեր գիտես ինչ կա, ահագին ժամանակ ես վազել եմ, մեգուցե կան այդքան չհասնեն ինձի, այսինքն անփույցությունով սերներ, անհոգությունով, չգիտակ ձելով, այսինքն այդ անհոգ գտնվելով կարող է այդ մարդը այդ քաղաքը չհասներ եւ իր ոսողը կարող է հասնել իրան եւ այդ մարդը ճանապարհին վնասվեր։ Հիմա նայեցեք սեներ վազելու մասին, ինչ է ասում առաքյալը։ Երբ որ մենք կարդում ենք Փիլիպպեցիների ուղղվածնամակի մեջ, հիմա նայեցեք սեներ, ինչ ասում Պողոս առաքյալը։ Փիլիպպեցիների թղթի մեջ ինչ ասում։ Պողոսն էլ է վազե, այս ասպարեզի մեջ, հիմա մենք էլ այս ասպարեզի մեջ վազում ենք սեներ։ Փիլիպպեցիների թուղթ 3-րդ գլուխ 12 խոսք ասում է. Ոչ թե ես արդեն առել եմ, կամ արդեն կատարյալ եղել եմ, հապա յետևեն ընկած եմ, որ բռնեմ մրցանակը, որուն համար ալ բռնվեցա Քրիստոս Հիսուսին։ Եղբայրներ, ես չեմ ասեր թե բռնել եմ, բայց հիշեցնեմ թե յետևի եղածները մորցել եմ ու առջևի եղածներուն կդիմեմ։ Նպատակը դիտելով դեպի Քրիստոս Հիսուսով եղած Աստծո վերին կոչումի մրցանակին կվազեմ։ Տեսեք Պողոս ինչպես է վազում, հետի բաները թողել է, դեպի մրցանակին է վազում, այսինքն եթե հետի բաները չթողնե, ինքը չի կարա վազել սերներ։ Հիմա մյուս տեղն եմ հիշացնում բոլորի սերներ, նայեցեք ինչպես պետք է վազել։ Մենք հիշեցինք, որ ճանապարհին կարող է մարդը, հիմա մենք հավատքի մեջ 1, 10, 20, 30, 40 ինչ կան սերներ, բայց կարևոր բան է գրած, կարող է ճանապարհին մարդը հոգնի սերներ։ Ճանապարհին հոգնողների համար ինչ է գրված։ Եսայի գիրքը կարդում ենք 57-րդ գլուխ 10 խոսքը։ Քու ճամփուտ երկայնությունեն հոգնեցար, բայց չսիր, հույս չկա։ Քու ձեռքիդ նոր կյանք կդար, անոր համար չթուլցար։ Այսինքն նայեցեք սերներ, երբ որ ճանապարհը քեզի կթվատը երկար է, արդեն տարիները կանցնեն, սերներ, իսկ կան դժվարություն, եղբայրն էլ մի քիչ իշխացուց, ասում է ճանապարհի երկարությունը հոգնեցար, բայց չսիր, էլ հույս չկա, այսինքն վազելու ժամանակ մենք հույսով պետք է վազենք։ Եվ Սուրբ գրքի մեջ սերներ գրված է, որ հույսը ամոթով չի թողնե, թողնել օրտնե, նրան հուսանք սերներ, Հիսուսին նայելով վազենք, եղբայրներ քուրեր, որտեղ նա մեր բարի հովիվն է մեզ օրինակ է թողել, ինչպես վազել։ Պողոս առաքյալը ինքը քարոզել էր սերներ, եկեղեցին ծնվել էր, Աստված իր միջոցով սերներ քարոզեր արել եւ Գաղադացիներին սերներ հետեւյալն է ասում։ Գաղադացիների 5-րդ գլուխ կարդում եմ եղբայրներ քուրեր 7 խոսքը։ Դուք աղետ կվազեիք, ով ձեզ ետ կեցուց, որ ճշմարտության չհնազանդվիք։ Այսինքն ասում է մի ժամանակ դուք աղետ վազում եք, ով ձեզ կանգնեցուց, որ ճշմարտությանը չհնազանդվեք։ Այսինքն մարդը եթե ճշմարտությանը չհնազանդվի, այդ վազած պահին կանգ կառնի։ Մարդ իրան ֆիզիկական ուժերով ինչքան կարա համբերե, մի օր համբերե, մի օր ները, ինչքան ները ու համբերե սերներ, բայց ես այդ ասպարազի մեջ մենք վազում ենք, այեք ինչպես է գրված սերներ։ Առաջի Կորինթացիների ուղված նամակի մեջ գրված է 9-րդ գլխի մեջ կարդում ենք 24 խոսք, առաջին Կորինթացիս 9-րդ գլուխ 24 համարը։ Չեք գիտեր ասպարեզի մեջ վազողները իրավ ամենքն ալ կվազեն, բայց
մեկը գառնե մրցանակը, այնպես վազենք, որ հասնենք, ամեն ով որ կմրցի ամեն բանի մեջ չափավորություն կպահե, անոնք եղծանելի պսակ առնելու համար մենք անեղծանելին, ուստի ես կվազեմ, տեսեք եղբայրներ քուրեր, Պողոսը հիմա ասում է ինքը ինչպես է վազում, ուստի ես կվազեմ ոչ թե անսկությամբ, ես բռնամարդություն կնեմ ոչ թե հովը ծեծելով, բայց իմ մարմինս կճնշեմ ու կնվաճեմ, որպեսզի չլա թե ուրիշներին քարոզելով ես խոդելի գտնվեմ։ Եղբայրներ քուրեր, նայեցեք Պողոսը ինչպես է վազում այս ասպարեզի մեջ, իր անձն է ճնշում, ուրիշին չի ճնշում, սերներ ուրիշին չի քննադատում, իր անձն է ճնշում, այսպես կվազի ասպարեզի մեջ, որպեսզի տեղ հասնի։ Եղբայրներ քուրեր, հիմա նայեցեք, դրա համար Պողոս ինչի ասեց Գաղատացին, ով ձեզի կանգնեցուց, այնտեղ որ սկզբից մի քիչ կարդակ, ես ուղղակի ժամանակով չեմ կարդա, ասեներ 5-րդ գլխի մի քիչ որ վերևից կարդակ, ասում է մի ժամանակ ասում է միթե դուք հոգին ձեր գործերով արիք, չէ՞ դա հավատքով եք արի, այսինքն եկել է պահը նոր մարդը սեներ վազում է, սկզբից վազել է հավատքով է վազե, հուսալով է վազե, բայց ճանապարհի կեսին արդեն իր գործերն առաջ բերե։ Թող Տերը օրհնե եղբայրներ քուրեր, որպեսզի մենք ճանապարհին կեսին չմնանք, եղբայրներ քուրեր։ Հիմա կարդում եմ հետևյալը, Եբրայեցիների ուղված նամակի մեջ, տեսեք Պողոսը շատ ուշադիր, երբ որ մենք ուսումնասիրենք իր կյանքը, մեզի օրինակ կթողնի, առաջինը բարի հովիվ Տեր Հիսուսը, հետո իր աշակերտները։ Եբրայեցին ուղված նամակի մեջ գրված է հետևյալը սերներ, Եբրայեցիս թուղթ 3-րդ գլուխ կարդում եմ, 3-րդ գլուխ առաջ համարներ, սուրբ եղբայրներ, նաև քուրիկներ, երկնային կոչումի մասնակիցներ, մենք երկնքի կոչումի ենք կանչված, նայեցեք մեր դավանության առաքյալին ու քահանապետին, Քրիստոս Հիսուսին, այսինքն Տեր Հիսուսին նայելով վազենք սերներ, Իրան ճանապարհներին նայելով վազենք, Իրան օրինակ թողածին նայելով վազենք, ինքը Տեր Հիսուսը ապրել է եւ մեզ քարոզել է սերներ, դա գործ առաքելոց առաջի գլխի մեջ գրված է Տեր Հիսուսը անում էր, հետո սովորեցնում էր։ Եղբայրներ քուրեր, Հիսուսին նայելով վազենք, աջ ու ձախ նայելով վազենք ճանապարհի կեսին կմնանք։ Եվ 6-րդ գլխի մեջ Եբրայեցին 6-րդ գլխի մեջ գրված է հետևյալը 11 համարը բայց մենք կպաղձանք, այսինքն կհուսանք, որ ձեզ մե յուրաքանչյուրը նույն ջանքը ցուցնե հույսը հաստատելու մինչև վերջ, որպեսզի դուք անփույթ չլաք, հաբա նմանիք անոնց, որ հավատքով ու համբերությունով խոստումները ժառանգեցին, հավատքով եւ համբերությունով հասնենք, սիրներ, այս հավատքի ճանապարհը համբերության ճանապարհ է, եղբայրներ քուրեր, եւ Սուրբ գրքի մեջ գրված է, ով որ մինչև վերջ համբերե, կենաց պսակը Կարնե, թող Տիրոջ անունը փառավորվի, եղբայրներ քուրեր, եւ մյուս տեղնել եմ ուզում հիշեցնել Եբրայեցիների ուղված 12-րդ գլխի մեջ կարդում ենք առաջի համարները, ուստի մենք հալվոր աշխապ, այսինքն իննագադուն աշխապ, բոլոր սուրբերը, մեզանից առաջ ովքեր գնացել են երկինք, ուստի մենք հալվոր աշխապ վկաներու բազմությունով շրջապատված ենք, ամեն ծանրություն մեր վրա մեկտի ձգենք եւ մեզ դյուրավ պաշարող մեկը նա է սերներ, որ շուշուտ մարդը բռնկվի գը, դա դյուրավ պաշարող մեղքն է, համբերությունով վազենք մեր առջև դրված ասպարեզի ընթացքը, Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, որ առջև կեցած ուրախության համար խաչը հանձն առավ, ամոթ համարեց ու Աստծո աջ կողմը նստավ, ամեն, այսպես վազենք եղբայրներ քուրեր, որպեսզի հասնենք, թող Տերը օրհնե մեզի, նայեցեք սերներ, հիմա երբ որ այդ անձնավորությունը լսեր որ սիրելիներ, որ քահանապետը մեռել է, հիմա նայեցեք սերներ, մենք նոր ուխտի մարդիկ ենք, մեզանից ոչ մեկ սերներ, ես հավատում ոչ մեկ չի առավոտ զարթն է ասել, որ ոնց հլի որ ես հբարդանայի, ոնց հլի որ ես հիմա նախանձվեի, ոնց հլի որ հիմա ես փառք փնտրեի, ոչ մեկ այդեն ծրագիր չի արել սերներ, բայց պարագան գալիս է հբարդանում ենք, նախանձվում ենք, փառք ենք փնտրում սերներ, հիմա հետաքրքիր այդ պարագայի մենք ինչ պետք է անենք, ֆիզիկապես քաղաք չկա այդպես Աբաստան, ուր պետք է փախնենք ես ու դու, որտեղ այդ Աբաստանի քաղաքը եղբայրներ քուրեր,
Այդ Տերապաստանի քաղաքը Տեր Հիսուս Քրիստոսի խոսքի մեջ է։ Միանգամից ուրիշ տեղ չմտածենք, եղբայրներ քուրեր, հենց որ քեզի միտքը նեգես սերներ, կամ ընկել ես այդ փորձության մեջ, ուրիշ տեղ մի փնտրե աբաստան, այսինքն ապահովության տեղ մի փնտրե եղբայրս քուրես, վազելով գնա Տեր Հիսուս Քրիստոսի դերկայության մեջ, այնտեղ խաղաղություն գտնես, ապահովություն կգտնես, եւ մի կարևոր բան եմ ուզում հիշեցնել սերներ, քահանապետը, երբ որ մահանար, այդ մարդը ազատ էր։ Այսօր մեր քահանապետը սերներ մահացել, խաչվել եւ հարություն արել սերներ։ Այսօր բոլորից կարելի ասել աշկերտ լույս։ Քահանապետը մերել, այսօր ես ու դու իրավունք ունենք վերադառնալու մեր հավիտենական տունը, եղբայրներ քուրեր։ Նրա Հիսուս Քրիստոսի այրան միջոցով։ Երբ որ ես ու դու կհավատանք սերներ, մի կարևոր բան կա այս ասպարեզի մեջ, վազենք ինչպես առաքյալը կհիշեցնե, իրան նայելով վազենք սերներ, եղբայր հիշացուց, նեղություն կլինի, դժվարություն կլինի, Տերը մեզ խոստացել է, Տերն է խոստացել, Մատթեոս ավետարան 28-րդ գլուխ վերջի խոսքը, ես ձեզի հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Դա ինչ որ մի հատ անձնավորություն չի խոստացած, գիտեք ինչ կա, կաբը լավ չէր, հիմիկվա կաբերը լավ չեն սերներ, հեռախոսը լավ չի աշխատի։ Երբ որ ես ու դու սերներ նայեցեք երկինք ուղենք մեր հայացքը, մեր հավիտենական հայրը ամեն օր կսպասե իմ ու քո աղաղակին սերներ։ Ինչ վիճակի մեջ որ գտնվել, եթե մեր մեջ կա մեկը առաջ անգամ եկե, եթե մեկը տարիներ եկել է ճանապարհին հոգնել է, եղբայրս քուրս, քո ասում է քո ճանապարհի կեսին հոգնեցար, բայց չսիր, հույս չկա, հույս կա եղբայրներ քուրեր։ Եվ մարգարության մեջ գրած է ով իմ թշնամիս վրաս մի խնդա, եթե եկնեմ պիտի ելնեմ, Տերը ինձի լույս պիտի ելնա, թող Տիրոջ անունը փառավորվի, այնպես վազենք սերներ, ինչպես առաքյալն է, ոչ թե հովը ծեծելով, ոչ թե անհոգություն անելով սերներ, այսօր կարծել ես վաղը չես կարծել, այսօր չի ստացի ժողովի ոչինչ, ոչ եղբայրս քուրես, այսօր կարող անց Տերը բան ունի քեզ հետ խոսելու, բայց այսօր ասե ոչինչ, այսօր էլ չեմ գնացել։ Սերներ Սուրբ գրքի մեջ գրված է մեկտեղ ժողովելը միք թողնե, ոմանք սովորություն ունին։ Եղբայրներ քուրեր, հիմա ոտքի պետք է կանգնենք։ Հիմա երգ պետք է երգենք, եղբայրներ քուրեր։ Եթե մեկ էս վիճակի մեջ է, հիմա հույս կա։ Մի ասա հույս չկա սերներ, հույս կա։ Ես ճանապարհի գեսին, եթե հոգնել ես, դժվարություն կա, խնդիր կա, ես հիշում եմ ես մի հատ վկայություն սերներ, մեկ ասում է, տեսա այսպես երազի մեջ, ես ու Տեր Հիսուսը քայլում էինք իրար կողքի, ձնիկ քայլերով, հետքերով, սերներ, մեկ էլ տեսա ճանապարհի գեսին, հետքերը մի մարդու քայլեր էին, ասի Տեր ինձ թողել ես, ասում է չէ, ես քեզ չեմ թողե, ճանապարհի գեսին, երբ որ դու հոգնար, ես քեզ ձեռների վրա էի տանում, թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։ Կանգնենք ոտքի սերներ, հիմա երկի ժամանակ, ովքեր ուզում են գան առաջ սերներ, աղոթքի, մտնենք Սուրբ Հոգու դաշտի մեջ սերներ, Տերը ներկա է, թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։